Պարոն Ղազարյան, նաև կխնդրեմ անդրադառնալ երեք փառատոններ ունեցած այդ ողբերգական դեպքին եւ ընդդիմադիր համայնքապետը նրան մահացած հայտնաբերեցին եւ պարոն Ղազարյան, այստեղ քաղաքական ենթատեքստ դուք տեսնում եք թե ոչ եւ այդ միջադեպից ժամեր անց Նիկոլ Փաշինյանը գրավում էր արել։ Այդ հրաման վերաբերյալ ինչ կարող եք ասել։ Նախ չի կարա քաղաքական ենթատեքստ չունենա մի մարդու դաժան սպանությունը, որը զբաղեցնում է քաղաքական պաշտոն։ Այսինքն սպանված գործիչը հանրային ծառայության մասին օրենքով զբաղեցրել է համայնքային քաղաքական պաշտոն, համայնքի ղեկավար, ընդ որում խոշորացված համայնքի ղեկավար, որը իր մեջ ընդգրկում է բազմաթիվ բնակավայրեր, տասնյակ հազարավոր քաղաքացիներ, բնակիչներից կազմված համայնքի ղեկավար եւ նոր ընտրված եւ ընդդիմադիր հայացքներ ունեցող համայնքի ղեկավար։ Ընդ որում այդ սպանությանը հենց մի հատ նախորդող իրադարձություններով գնանք։ Ընտրվել է Բաղոզիա Գրիգորյանը այս տարվա ընթացքում։ Ինքը առաջնորդել է ապրելու երկիր կուսակցության համամասնական ցուցակը։ Մյուս քաղաքական ուժը, որի հետ ինքը մրցակցել է, եղել է իշխող քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը։ Այդ փառաքար համայնքում այդ կուսակցության ընտրության պատասխանատվությունը ստանձնել է նախկին աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, որը հիմա նշանակվել է Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպան։ Այդ սպանությունից մի քանի օր առաջ Նարեկ Մկրտչյանի եղբայրը ձերբակալվել է իր մեքենայի մեջ ապօրինի թմրանյութի եւ ապօրինի զենքի արկայության փաստով։ Վարույթի ընթացքում ներկայացնում է, որ ինչ որ մեկը փախել է։ Պաշտպանության վարչության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը ձեզ նպատակարար չի գտնում ընդունել։ Այսինքն միայն ինձ նպատակարար չի գտնում, ուրիշ քաղաքացիների Այո, այո, ներկայացուցիչ ծախ ունենք 7 քաղաքացի։ Շնորհակալ եմ դերակատարության համար։ Սպասեմ եւ պարոն Ղազարյան։ Հիմա ասենք թե ես որ վարորդ ելնեի, Արմեն Խաչատրյանն էր պատգամավոր չլներ գայիշնիկ։ Ես որ մի բան արածելնեի, խախտում արածել ինքը կանգնեցնելու էր ու իր խասյաթի համաձայն կարող է նաև ինչ-որ մի ձևի բան առաջարկեր, չէ՞։ Բա հիմա եթե ինքն է խախտում անում, ես դրան ինչ անեմ։ Մեր դիմում է մեր ասեք ինչ կարամ անեմ, ես Արմեն Խաչատրյան, եթե ինքը պատգամավոր է, ունի պարտականություն քաղաքացու ընդունելու ու իր պարտականությունը չի կատարում, ինչ պիտի անենք մենք այդ պատգամավորներին։ Այսինքն պիտի թողնենք ինքը փող ստանում իմ վճարած հարկերից, իմ ստացած եկամուտներից, չէ՞։ Ասեք ուրիշ որևէ պայմաններում մարդկային Արմեն Խաչատրյանն ինձ հետաքրքիր չի։ Ոչ իր ինտելեկտուալ կարողությունները, ոչ մարդկային, ոչ մասնագիտական ինձ հետաքրքիր չի, որ ես իր հետ որևէ առիթով հանդիպեմ։ Ես նույնիսկ չգիտեմ, որ ինքն է ընդունելություն անցկացնում։ Ես եկել եմ հանրային պաշտոնյայի մոտ ընդունելության։ Բայց նա իր պարտականություն չի կա։ Մենք հիմա ինչ անենք սրանց։ Իրանք ասա, իր մեջ այս վարկագիծը արկածախնդրությունը հասկանում եք, իրանք ոնց որ հրահրի բան, լարվածություն, կոնֆլիկտ, չէ՞։ Ասենք նաև այս ամեն ինչի հետ միասին նաև մարդկային գործունեությունը, չէ՞։ Ասենք օրինակ նաև ով է քաղաքացին, ով խնդրում է հանդիպում ընդդենք Արմեն Խաչատրյանի հետ։ Իմ կենսագրությունը, որ դնենք Արմեն Խաչատրյանի կենսագրության հետ, համեմատության մեջ 3-ից 4 կենսաբանական կյանք ինքը որ ապրի, իմ ձեռքբերումների հաջողությունների կեսը չի կարող ունենա։ Ասենք Արմեն Խաչատրյանը, որ մեջտեղից ճղվի, ոչ մի գիտությունների տեխնացու չի կարող լինի։ Ու ինքը հիմա մերժում է գիտությունների տեխնացու դոցենտի հետ հանդիպումը։ Երբ որ այդ իր կյանքում այլ պա, եթե Հայաստանում ադրբեջանա-թուրքական հեղափոխություն չլներ, ասենք գայիշնիկի, իր գայիշնիկ եղած ժամանակ ես մարզպետ եմ ելել։ Գայիշնիկի մարզպետի հետ հանդիպում կլեր իրադարձություն իր կյանքում։ Մինչև իր պատգամավորը ելել ես դեսպան եմ եղել։ Պետության ղեկավարները ինձ դիմել են որպես նորին գերազանցություն իմ պաշտոնավարման շրջանում։ Արմեն Խաչատրյանի իմ հետ որևէ հանդիպում իրադարձություն պիտի լեր իր կյանքում։ Հասկանում եք ինչ անոմալիայի հետ մենք գործ ունենք հիմա։ Ովքեր են մեր փոխարեն որոշումներ կայացնում, ինչ որոշումներ են կայացնում եւ ոնց են փախնում պատասխանատվությունից իրենց կայացված որոշումների։ Ղազարյան, հաջորդ հանդիպումը նախատեսված է ժամը
Ժամը 5-ին, ներողություն, ժամը 3-ին 15:00-ին։ Ասելու եք, թե արդեն գիտեք, որ Չէ, այս ընթացքում ես հանդիպում ունեմ եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովն է, ժամը 3-ին կներկայանամ նորից։ Ես պարտաճանաչ ներկայանում եմ բոլոր հանդիպումներին, անկախ իրենց վերաբերմունքից։